Իմանցս տերոչնով բիդի բարձի, խոնարները բիդի լսեն և ուրախ ըլան, ինձի հետ դերը մեծուցեք ու մեկտեղ պարսացնենք անոր անունը, դերը պնդրեցի ու ինձի պատասխան դվավ և իմ ամեն երկյուղներս սիս պրգեց, անոր նայեցան ու լույս արին և անոնց երեսները չամեցան, այս աղկադը աղագեց ու դերը լսեց անոր, և զանիկա իր բոլոր նեղություններեն դրգեց, դերոչը ռեշտագը իր պանագը անգե վաղծողներուն չորս կողմը գտել է ու զանոնք դազադ է, ճաշագեցեք ու դեսեք դերը բարի է, երանի այն մարդուն, որ անոր գորուսա։ Շարունակենք մեր բաշտամունքը երկելով 266-րդ երկը, երկ 216 երկու համարներ։ Պերնիս խոսքերը ու սրդիս խորուրդը քո առջևդ ընդունելի լան, ով դեր իմ վեմս ու բրգիչս, ամեն։ Լսենք Աստծո խոսքը, որ ուկա մեզի Մատթեոս ավետարանի 11-րդ գլուխեն։ Մատթեոս 11, 25-ն մինչև 30-րդ համարները։ Նույն ժամանակ Հիսուս ասավ. շնորհակալ եմ դեր քեզ մե, ով հայր, դեր երկնի և երկրի, որ այս բաները ծածուկ պահեցիր իմաստուններեն ու գիտուններեն ու դողոց հայտնեցիր։ Այո, ով հայր, վասնզի քո առջևդ այսպես հաճելի եղավ։ Ամեն բան ինձի դրվեցավ իմ հոր մեզ ու մեկը չճանչնար որդին, բայց հայրը և մեկը չճանչնար հայրը, բայց որդին, և ան, որու որդին գուզե հայտնե։ Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, և ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լուծս ձեր վրա արեք, և ինձ մեզ սորվեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար, և ձեր անձերուն հանգստություն պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է և իմ բերս թեթև։ Օրհնյալ դերոջ խոսքերը մեր սրտերուն մեջ և դերը դա որ զանոնք քո ծատրողը լանք։
ժամանակը աղոթքի հատկացնենք։ Ով փառավորյալ Աստված եւ մեր Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոս, որ այս արդու անգամ եւս մեզ գահավաքես քո խոսքից շուրջ, որովհետեւ անոնք մեր սրտերուն ուրախություն, ցնծություն, օրհնություն ուղղան։ Օրհնով դեր այս պահը մեզ մի ամեն մեկուն համար, որ եկած ենք, եւ շնորհք որ գարենան քարչևդ խոնարհ լալ, համեստ լալ։ Քանի որ դու գսես իմ հավնած սողս գոդրած հոգին է, գոդրած ու խոնարհ սիրտը դու չես անարգեր։ Ու քան քարչևդ ովդեր եւ երբյուղացին քարչևդ, որովհետեւ մեզ անգամ եւս այցելես, օրհնես եւ օրհնություններով լեցնես այս օրհնյալ օրվա մեջ, գիրագի օրվա մեջ։ Քեզ կփերենք ովդեր մեր այն սերներ, որոնք սքավոր են, ցավեր ունեցած են, գորուստներ ունեցած են, Սուրբ Հոգիով իրենք այցելես եւ անոնք, որոնք ովդեր ունին հիվանդություններ, ցավեր, վերքեր, մասնավոր գերբով կխնդրենք, որ քու բժշկարար եւ օրհնյալ բազուկներդ անոնց վրա տնես եւ այցելես իրենք անոնց հիվանդությունները բժշկես, անոնց ցավերուն թարման եւ վերքերուն թալասան, ըսպեղանի շնորհես, որպեսզի անոնք ալգարենան քո զորությունով շարունակել։ Այսպես այցելես ովդեր ըսպուրքեն ըսկսյալ հայ ժողովուրդը մինչև հայրենիք եւ Արցախ, որպեսզի անգամ եւս մեր ժողովուրդը քո այցելությունով գարենա իր հայրերուն հավատքով, ռահվիրաներուն եւ հերոսներուն հավատքով ոտքի գայնի քաչությամբ այս ծավով ովդեր օրհնես եւ գանքնես մեր նվաղյալ սրտերը, որպեսզի գարենանք անգամ եւս քո դված զորությունով հավատքով եւ հույսով եւ սիրով շարունակել մեր կյանքը, այցելես ովդեր նաեւ Կանադան եւ բոլոր երկիրները, որպեսզի գարենանք քո առաջնորդության դարչեւ քո թակավորություն կա եւ քո գանք դլա, ասոնք կխնդրենք մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի անունով, որուն գվայել է փառք, իշխանություն եւ բադիվ։ Ամեն։ Նախ ողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի բադվական անունով եւ բարի քալուս կմաղթենք ձեր բոլորին, որ կմիանաք մեր արցանց բաշտամունքներուն։ Մեր բաշտամունքները կսկսին ամեն գիրագի առավոտ ժամը 11-ին, իսկ գիրագնորյա դպրոցի գործունեությունները կկատարվին արցանց 2 շաբաթ անգամը ուրբաթ երեկոյան ժամը 6:30-ին։ Սիրելիներ, վստահենք Աստծո եւ սպասենք համբերությամբ դուրս ելնելու համար մեր արգելափակման վիճակեն, գադարենք մեր նյութական բարդավորությունները եկեղեցիին, ինչպես նաև հայրենիքի եւ Արցախի ու երախտաբար դրանք Աստծո։ Ուրախ ենք, որ այս կերակի մեր պատգամապերը պիտի լա վերաբատվելի Ժիրայր Բզդիկյան, որուն համար կխնդրենք, որ դերը օրհնե այցելե եւ զորացնես ինքը, որ քիչ վերջը պիտի լսենք իր պատգամը մեր երգեն վերջը։ Երգ 341, 2 համարներ։
կարդան 42 Սաղմոսը, որ պիտի լա նաև մեր քարոզի մույթը։ Ինչպես եղջերուն ջուրի գդակներու կպապակի, այնպես էլ իմ անձս քեզի կպապակիով Աստված։ Հոգիս սարավի է Աստուծո, կենտանի Աստուծոյին։ Երբ պիտի կամ երևնամ Աստուծո առաջ, ծորեգ իջեր արծումներս ինձի հացել են, որովհետև ամեն օր ինձի լսեն ուր եք ու Աստվածդ։ Այս բաները միտքս կբերեմ ու հոգիս կտապեմ իմ ներսիքիս, փափակելով, որ բազմության հետ գտամ։ Անոնց հետ հանդեսով Աստծո դուն մտնեմ, ուրախության ու օրհնության ձայնով, դոնախումբով բազմության հետ։ Ինչու գծածնաս, ով իմ հոգիս, և ինչու իմ ներսիտիս անանգիստ ես, Աստծո ուսա, վասնզի անգամ մնալ զանիգա պիտի կովեմ, իր երեսին փրկությանը համար։ Ով իմ Աստվածս, հոգիս ներսիտիս գծածնա, անոր համար քեզ կհիշեմ Հորդանանի երկրեն ու Հերմոններեն ու փոքր լեռնեն։ Անտունդը անտունդին գանչե քու հորձանքներու ցայնովը, քու ամեն գոհակներդ ու ալիքներդ իմ վրա ես անցան։ Ծորեգը դերը պիտի պատվիրե իր բողորմությանը ու քիշերը իր երկը ինձի հետ պիտի լա ու աղոտքը ին կյանքիս Աստծոյին։ Պիտի ըսեմ Աստծո իմ վեմիս, ինչու զիս մորցեր ես, ինչու դրդում բդդիմ թշնամիին հարստարությունեն, ոսկորոներս կոդրդելու չապ, թշնամիներս իս կնախադեն, ամեն օր ինձ իսելով ուր եք ու Աստվածդ, ինչու գծածնաս ով իմ հոգիս, և ինչու իմ ներսիտիս անանգիստ ես, Աստծո հուսա, վասնզի անգամ մնալ զանիգա պիտի կովեմ, ան է իմ երեսիս փրկությունը ու իմ Աստվածս, դեր օրհնիր խոսքը մեր սրտերու մեջ։ Այս սաղմոսը կնկարագրե ժամանակը, որ հավանաբար 721 թվականին Քրիստոսի առաջ, երբ Ասորեստան գդարածվեր և մեկ փոքր իշխանություններ կգրավեր և գարքը եկավ նաև հյուսիսային Իսրայելին։ Ուրեմն այս թվականին 721 Քրիստոսի առաջ հյուսիսային Իսրայելը ամբողջովին գրավվեցավ և ժողովրդին մեծ մասը աքսորի ելան, ավելի շիրակ դիլարսել ստիպողական դուրս ելան և զանոց ծրվեցին զանազան դեղեր։ Ասիկա համապատասխան է մեր հայոց պատմության մեջ ավանդական պատմության, Երևան երկրորդ թագավորին մասին ուրգս է 100,000 հրյա քերի բերավ Հայաստան, հավանաբար ասիկա այս շրջանին էր։ Այո, ասորիները այս սովորությունը ունեին, որ ժողովուրդը որտեղ հանգնեին, մեկտեղ չմնար, հաբա զանոն կծրվեին զանազան դեղեր։ Ուրեմն այս սաղմոսերկուն հավանաբար այս ժամանակին, այս շրջանին քահանամն էր դերևս և գամ եղևդացիմը։ Ասիկա նկարագրենք հետևյալ խոսքեն։ Այս բաները միտքս կբերեմ ու հոգիս կտապեմ ներսիտիս,
Փապակելով, որ բազմության հետ երտամ, անոնց հետ հանդեսով Աստծո դունը մտնեմ։ Ուրախության ու օրհնության ցայնով, տոնախմբով բազմության հետ։ Այս կնշանակի թե այս սամոսերքուն գամ քահանա մներ եւ գամ ղևդացիմը։ Գիտենք, որ ղևդացիներուն հանձնված էր բոլոր քահանայական եւ անոր գից բոլոր գործունեությունները։ Ասիգա գրնալալ այն մեկը, որ ասորիներուն ասորեստանի հարաճացման մեջ գիտնալով, որ պիտի գրավին, դերևս փախած էր եւ հորթանանու երգիրը կացած էր։ Գրնալալ, որ ինչպես ժողովուրդ ամբողջ դեղահաներին անոնց այդ մեկտեղ ուրեմն գտնվեցավ օդար երկրի մեջ։ Ամենեն կարևոր բանը հոս այն է թե Սամոսերքուն իր դերեն ելած է եւ իր դերի մեջ մանավանդ այնտեղ ուր պաշտամունք կդարվեր կփապակի եւ ինչ գեղեցիկ նկարագրություն մնա երբ որ գսե ինչպես եղջերուն ճուրի վդակներուն կփապակի այնպես ալ իմ հոգիս քեզի կփապակի ով Աստված հոգիս ծարավ է ծարավի է Աստուծո գենտանի Աստուծոին այն դեղերը որ կգտնվեր գային պաշտամունքներ բայց գենտանի Աստուծոին պաշտամունքը չէր ուրեմն Սամոսերքուն իր սրդին մեջ գանցկա այդ ժամանակը երբ ինքը մեծ խումբով գարաչնորտեր ժողովուրդը դերոջի դունը տոնախումբով եւ բարձր ցայներով եւ այս բոլորը իր միտքը բերե մանավանդ երբ որ իրեն թշնամի գնգադե անոնք որոնք Եհովայի պաշտամունքը չէին ընդունել թշնամիները գսես գնախադեն ամենադեն հարցնելով ուր է քո Աստվածը այո չմարդանք որ այս ադեն Աստված կգտնվեր միայն այն դեղը ուր պաշտամունքի դեղը որոշված լար ուրեմն ինքը այդ պաշտամունքի դեղեն հեռացած է ադորամար է որ ինչպես եղջերուն ճուրի վդակներուն կփապակի այնպես էլ իմ անձս քեզի կփապակի ով Աստված ուր այնտեղ ուր վարժված էր իր պաշտամունքը կատարելու ասիգա շատ կհամապատասխանե մեր այսօրվան ժամանակին օրինակի համար պիտի ուզեինք մեծ խումբով եկեղեցի գալ երկերը երկել ուրախությամբ լսել քարոզմը տեսնել մեր եղբայրները եւ քույրերը եւ իրար քաչալերել ինչ որ սովոր է եւ սակայն այս սերմումները որ կան դեպի մեր բարիկին համար է ֆիզիկապես բայց հոգեպես ճնշիչ եւ քեշ մենք ալ գրնանք ասել ինչու գծածնացով իմ հոգիս եւ ինչու իմ ներսիտիս անանկիստես հարցում մգուղ է Սամոսերքուն եւ այդ հարցումին ինքը պատասխանեցելով Աստծո հուսա անիգա է իմ բրգությանս Աստվածը աս խոսքը երկու անգամ կգրկվի այս Սամոսի մեջ ինչու գծածնաս ով իմ հոգիս եւ ինչու իմ ներսիտիս անանկիստես եւ կպատասխանե Աստծո հուսա անե իմ երեսիս բրգությունը ու իմ Աստվածս
Մենք այս նեղ ժամանակին կորոնավիրուսի պատճառով շատ ուրիշ սեղմումներ ունենք եւ դակնուվրայություններ կան մեր եկեղեցիան ամիջական կորոնավիրուսի բռնված մեկը չենք հիշեր մասնավորապես բայց մենք նաեւ նույնադեմ այս ճնշումին դակ եւ այս գիտության դակ կնեղվենք ինչու այս կորոնավիրուսը մեզ այսպես մեծ նեղության մեջ կտնե Գարձես սելգուզե ուր է քո Աստվածը Այսօր համար ուզեցի փոխանակ այսօրվան օրը որ Saint Valentine's Day է սիրո մասին եւ այլն ուզեցի այս մեկ նյութը առնել որովհետեւ ասիգա գարմարի մեր ադենին համար այս նեղության մեջ ասիգա օրդություն մնե որպես աստծո խոսքեն եկած խոսքը օրդություն մնե մանավանդ բոլոր անոնց որոնք մեծ նեղության մեջ են երկրորդ անգամ երբ Հայաստան գացի նույն քաղաքը պիտի երթայի Ստեփանավան ուրեմն Ստեփանավանը վրացական սահմաններեն 12 կիլոմետր աստին է բավական հեռու է ասիգա այսին սահմանի մոտ եւ այնտեղ ավետարանչականի կորձիչը երիտասարդ տղաման էր մասնավորապես պատրաստություն չուներ եւ ես խրգված էի որպեսզի անոր գրբոմը հիմնական մի քանի բաներ ցուցնեմ իսկ երկրորդ անգամ երբ որ կացի միտքս դրած էի որ բնդրեմ եւ գտնեմ նեղի մնացած մարդիկ այդ քաղաքի մեջ եւ իր մեջ խնդրեցի ավետարանչականի կորձիչեն որ ինձի ցանկ մը պատրաստե այս տեսակ մեծ նեղության մեջ գտնվող ընտանիքներու եւ բավական լուրջ նեղության մեջ մարդիկ հանդիպեցա շատ լուրջ ոմանք սուքի մեջ ոմանք այլապես մեծ նեղության մեջ անգամ նալ բադայեցավ հանդիպեցա բարավ այրի գնոջը մոտավորապես 70-75 տարեկան շրջապագին մեջ գերտար գուքար եւ գմրմրար խոսքեր հետս դիգի մգար որ զիսկարաչ նորտեր ժանները ասավ հոս լուրջ բարակամը գասավ այս կինը իր մեխանիկ որդին որոնի Ուկրաինայում մեջ Կիև քաղաքը անոր մահվան լուրը արեր է ասկե շաբաթ մարաջ ուտոր առաջ ինչ կրնաս ասել ասկրոջ դարիքով ձեր բարավ որպեվայրի առանցին գաբրի մեկ տղամ ունի որ իր կովը չէ բայց անոր հերավոր ներգայությունը իրեն ուժ գուդա գյանքի նպատակ եւ այդ մեկ տղուն մահվան լուր արած է կարծես ինքսինքեն ելած այդ բզդիկ շրջապագի մեջ մանգուկա հետս եհով դիգինը ուզեց պամ ասել սերկեն պրնեցիսի վարգյան մասպաս է ասկնոչը ծավը շատ խորունգ է եւ մենք չենք կրնար հասկնալ գինը այսպես գլուխ շարժեց ասելու համար որ այո այդպես է
աղոթք մհրի մեջ ես, ով դերսի առաջորդես իս, եթե գրնամ բան մզել։ Պետք է ասել, որ ասկե ավելի դժվար հանդիպումը չեմ ունեցած կյանքիս մեջ։ Բարավ որպե վարի գինմը իր մեկ հատիկ զավագին մահվան լուրը գարն է, որ 42 տարեկան է։ Ասի դիգին ինչ որ ալասեն գսի, կուցավըտ միտի չգրտանք լմանը ըմբրնել։ Բայց ասի զարմանալի բաներ էր։ Աստված քու դղատ կանչեց, բայց քեզ ցկեց։ Այո պիտի սեիր ավելի լավ զիզարներ քան թե իրեն, բայց եւ այնպես Աստծո գործերը զարմանալի են եւ հասնելու դժվարություն ունենք։ Եվ բացի այս սաղմոսը, 42 սաղմոսը, եւ ասիկա գլա իրիկվատեմ բզդիկ նոր դագարաններ, որ յետևը սաղմոսներ ունի։ Սկսա գարտալ գամած, բացադրելով, թե ինչու համար այս մարդը այսքան մեծ տեղության մեջ է, որ գսե ինչու գծածնաս ով իմ օքիս եւ ինչու իմ ներսիտիս անանքիս ես։ Բայց յետևեն գավելցն է Աստծո ուսը, բասնզի անգամ մնալ զանիկա բիդիկով է։ Եվ ուրեմն վերջացուցինք, մինչ այդ գմտանար դժվարություն ունեի նույնիսկ գարտալու, վերջացուցինք, գարչ աղոտ մրի, ասի դիգին ամնալ չէի գիտեր, եկեղեցի կնասի, դերևս հոն գտնես այն մխիթարությունը, որ պետք ունիս։ Այսպես, ասիկա ուրպատ իրիգուն էր և գերագի վերջին օրս էր, որ կարուզեն վերջը ուղագի օտագայան բիդերտայի վերատարանալու համար։ Գերագի օրը, ինչպես սովորաբար մեծ բազմությունով եկեղեցին ոչ միայն նստել, հաբա գայնողներ գային մոտավորվես 15-20 հոգի։ Կարոզեն վերջը բնական է ամեն մարդ սերքսկտոտվե, գսե աղվորեր և այլն։ Գին բնալ ծրեցավ, սերքս ամբորեց։ Ասավ, 8 օր աչք չեմ ուրծած կոցել կնանալ քու խոսքերդ, քու աղոթքդ ինձի մխիթարություն դուվին և խաղաղություն և գրծակնանալ, շնորհակալ եմ, բայց իրեն չէի գրնարսել վարգյամը սպասել դեստվինք, որովհետև ժողովուրդը այսպես մեծ բանով դեպի դուրս գելն այդ օրը վերադարձա, 6 ամիս վերջի վերադարձա նորեն Հայաստան, Ավետարանչագանի այս երիտասարդ տղան, որ կգործեր հոն, անոր հարցուցի, ինչ կլատ դիգինը, ինչպես է, սավանիգա մեր բոլոր ժողովներում կա և արդեն կբادرացվի անդամ լալու։ Ուրախացա, որ այս սաղմոսը և անոր խոսքերը գրծան մխիթարություն տար։ Մեզի ալ գրնան մխիթարել, ինչ որ ալլա մեր բարական, որ չապ որ դժվար կացության մեջ լանք, Աստծո հուսանք, անե մեր երեսին պրգությունը և Աստվածը, ամեն։ Շնորհակալություն գայտնենք Վերաբատվելի Բզդիկյանին իր այս խորհրդավոր և դեղին պատգամին համար։
Մի շարունակենք մեր պաշտամունքը երկելով դերունական աղոթքը։ Զիքոյ արկայություն և զորություն և պարկ հավիդյանս և հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո անբատմելի սերը և Հոգևոր Սուրբո հաղորդակցությունը ձեր բոլորին հետ լա։ Ամեն։